Տիկին Հարությունյան, մայիսի 1-ը աշխատավորների միջազգային օրն էր եւ որքան գիտեմ այդ օրը նշվել է նաեւ Նորվեգիայում։ Հայ համայնքը մասնակցություն ունեցել է այդ միջոցառմանը, թե ոչ, եւ Օսլոյում, Նորվեգիայի մայրաքաղաքում հիմնականում ինչով են զբաղված հայերը եւ որ ոլորտներն են ներկայացնում։ Մայիսի 1-ին մենք չենք մասնակցում, ինչպես Հայաստանում ենք մասնակցել։ Այդպես չենք մասնակցում, դա պարզապես մի ազատ օր է բոլորիս համար աշխատանքից։ Եվ պարզապես ազատ, եթե լավ եղանակը անպայման գնում ենք ջրի ափը, ինչ որ լավ ժամանակ անցկացնելու, ընտանիքներով, ընկերներով, այդպես ենք անցկացնում։ Ճիշտ է, Նորվեգիայում իրենք նշում են մայիսի 1-ը եւ իրենց աշխատավորների կուսակցությունը, որ կա, հենց հիմնականում իրենք են նշում դա շատ մեծ, բայց տարիների ընթացքում էլ այդպես մեծ չի, ոնց որ եղել է Նորվեգիայում էլ։ Դրա համար դարձել է երևակայ նորվեգացիների համար է պարզապես մի ազատ օր, որ ստանում են աշխատանքից։ Իսկ հայերը Նորվեգիայում ընդհանրապես տարբեր ոլորտներում են, տարբեր բժշկությունից մինչև շինարար։ Համայնքը որքան գիտեմ փոքրաթիվ է։ Շատ։ 1000-1500 հոգի մոտավորապես։ Մոտ 2000 նո ստատիստիկայով մոտ 2000 հայ է բնակվում Նորվեգիայում։ Իսկ հենց մեր համայնքը, եկեղեցական համայնքը ունի գրանցված 420 անդամ ներկապահից։ Հայկական եկեղեցական համայնք ինչու է հենց այդպես կոչվում։ Այդ համայնքը ընդհանուր հայ համայնքի մի մաս չի։ Ոչ, որտեվ չունենք մենք ինչ որ համայնք Նորվեգիայում, ժամանակ շատ վաղուց եղել է հայկական մշակութային համայնք Նորվեգիայում, որը որ մի ժամանակ գործել է, հետո չի գործել։ Եվ արդեն քանի տարի, 12 տարի, արդեն լինում է 13 տարի առաջ, մենք մի խումբ հայերով որոշեցինք հիմնել հայ առաքելական եկեղեցական համայնքը Նորվեգիայում եւ միակ նպատակը, որ համայնքը ստեղծվեց, որպեսզի մենք կարողանանք կառուցել հայկական եկեղեցի Նորվեգիայում։ Եվ դա որ թվական։ Այսինքն հարցը սկսվեց այդպես, որ ուզում ենք հայկական եկեղեցի լինի Նորվեգիայում, ինչպես կարանք անենք դա եւ մեզ խորհուրդ տվեցին նախ առաջին ստեղծեք համայնք։ Առանց համայնքի չեք կարող կառուցել, ճիշտ է, չունենք դեռ եկեղեցի, ինչ որ ճիշտն է, բայց այդպես է սկսվել, որ համայնքը ստեղծվեց եւ 2012 թվականին մենք հանդիպեցինք տարածքի մարզպետի հետ, իմացանք ամեն թե ինչ պետք է անենք, ամբողջ գործընթացը եւ դիմումներ ուղարկեցինք, գրանցեցինք համայնքը եւ մոտ այդ ժամանակ 11 հոգի էինք հիմնողները, իսկ հիմա արդեն 420 հոգի ենք դարձել։ Եվ ինչն է խանգարում արդեն բազմաշատ համայնքի ներկայացուցիչներով ստեղծել այդ եկեղեցին, կառուցել։ Նորվեգիան երևի գիտեք, որ շատ թանկ երկիր է։ Նորվեգիայում շատ դժվար է եկեղեցի կառուցելը, այդ շատ մեծ գումարների հետ է, ծախսերի հետ է կապված։ Դրա համար մեզ պետք է որ համայնքը ավելի զարգանա, ավելի շատ անդամներ ունենանք, որպեսզի կարողանանք մենք վաղամիսօր ունենանք մեր հայկական եկեղեցին, որը կլինի մեր հույսով կլինի առաջին հայկական եկեղեցին ըստ իր տեսակի Սկանդինավիայում, որտեղ չկա Սկանդինավիայում հայկական եկեղեցի։ Նորվեգիայի օրենսդրի գործադիր իշխանությունների ներսում կան հայեր։ Չէ, ոչ, չունենք։ Եվ վերադառնալով արդեն միջոցառումներին, դուք մայիսի 1-ի մասին արդեն նշեցիք, ձեր նախորդ միջոցառումներից կխնդրեմ խոսել, ապրիլի 24-ին ինչ է տեղի ունեցել, ինչ է սպասվում նաև առաջիկայում, մայիս ամսին։ Նախ մենք ամեն տարի կազմում ենք ծրագիր, թե ինչ միջոցառումներ ենք անելու տարվա ընթացքում հայ համայնքի համար, եւ այդ ծրագիրը կազմում է խորհուրդը եկեղեցական համայնքի, եւ մենք ունենք Սուրբ Ծննդյան պատարագ, որ կազմակերպում ենք, եւ Տեր Ստեփանոսը, որը Դանիայում է բնակվում, եւ նաեւ Նորվեգիայի քահանան է, նա գալիս է մասնակցում ամեն պատարագին, որ մենք կազմակերպում ենք այստեղ, եւ կազմակերպում ենք տարբեր, քանի որ Նորվեգիան շատ մեծ է, հյուսիսից հարավ, եւ մեր անդամները հյուսիսից հարավ են, մենք ստիպված պետք է պատարագները կազմակերպենք տարբեր քաղաքներում։ 300,000 եւ ավելի քառակուսի կիլոմետր, եթե չեմ սխալվում։ Այո։
Եվ դրա համար մենք պետք է տարբեր քաղաքներում կազմակերպենք, որպեսզի հայերը կարողանան մասնակցեն պատարակներին։ Հիմնականում դե այն քաղաքներում են կազմակերպում, որտեղ որ ավելի շատ հայեր կան։ Եվ Զատիկի հետ կապված մենք ունեցանք նաև 3-օրյա ճամբար։ Եվ այդ ժամանակ էր, որ դուք գրեցիք ինձ, մենք այդ ճամբարի կազմակերպչական գործերի մեջ էինք եւ շատ խառն էինք այդ ժամանակ 3 օր 170 անդամ մեր համայնքից եկավ Վեգոշայ, որտեղ մենք ունենք մի հատ շատ հիանալի ճամբար, մեծ շինություններ, ջրի ափին, որտեղ որ մենք 3 օր միասին անցկացրեցինք տարբեր միջոցառումներով թե երեխաների, թե մեծերի համար։ Այնտեղ նաև հրավիրել էինք ցավոք սրտի Տեր Ստեփանոսը չկարողացավ գալ, անցյալ տարի նորից կազմակերպել էինք, բայց Տեր Ստեփանոսը այս տարի չկարողացավ գալ, եւ մենք հրավիրել էինք Արմեն Հարեյանին, Հյուսային Կարոլինայից, որ եկել էր այստեղ եւ մեր հետ անցկացնեց այդ 3 օրը, ունեցավ հոգեվոր զրույցներ, թե երեխաների հետ, թե մեծերի հետ, շատ հետաքրքիր անցկացրեցինք այդ 3 օրը, որ բոլորը մի sense լիցքավորված մի նոր ուժով ու հայկական ոգով նորից վերադարձան իրենց գործին։ Ապրիլի 24-ին մենք անպայման 3 վայր ունենք, որ ծաղկեպսակ ենք դնում եւ հավաքվում ենք հայերով։ Դա Օսլոյում իհարկե Նանսնի ինստիտուտի մոտ, Նանսնի գերեզմանի մոտ է, գերեզմանակարի մոտ, որտեղ մենք ծաղկեպսակ ենք դնում եւ Օսլոյի շրջակայքում ապրող հայերը հավաքվում են այնտեղ եւ մի փոքրիկ միջոցառում ենք անում այնտեղ։ Ունենք նաեւ Կրագերո համայնքում, Կրագերո քաղաքում Կաթարինա Բուդիլբյորնը, միսիոները, որը որ նորից ցեղասպանության ականատես է եղել եւ շատ հայերի է օգնել այդ ժամանակ իր հուշարձանի մոտ, իր մայր քաղաքում, դա Կրագերո քաղաքն է, այնտեղ են գնում, նորից ծաղկեպսակ դնում եւ ունենք խաչքար նորից Կրագերոյում, որը բարձրացված է, կանգնացված է հայերի ցեղասպանության հիշատակի համար, նաեւ գնում ենք այդ խաչքարի մոտ եւ ունենք Բերգեն քաղաքում, որ Նորվեգիայի քաղաքներից երկրորդ թե երրորդ մեծ քաղաքն է, այնտեղ ունենք նաեւ խաչքար հայկական, որը շատ տարիներ առաջ է դրվել եւ այնտեղ ենք հավաքվում մոտակայքում ապրող հայերը, նաեւ ծաղկեպսակ այնտեղ ենք դնում եւ միասին ինչ որ մի փոքրիկ ժամանակ ենք անցկացնում միասին զրուցելով, օրը հիշատակելով։ Այսպես, եւ ունենք էլի ծրագրեր, հիմա հունիսի 7-ին պետք է գնանք Բերգեն քաղաք, որտեղ Տեր Ստեփանոսը գալու է եւ անելու ենք մեծ պատարակ։ Եվ նայած հետո կունենանք մի 2 ամիս ընդմիջում, որից հետո շարունակենք պատարակները աշնանը եւ մի շատ կարեւոր բան ասեմ, որ կապված հայոց հարցի հետ, հայոց ցեղասպանության հետ, մենք փորձում ենք ինչքան հնարավոր է նորվեգացիները այդ մասին խոսեն Նորվեգիայում, որովհետեւ հայերը ինչքան խոսեն, դա մեր հարցն է, չեն լսի մեզ։ Իսկ մի խումբ կանայք Նորվեգիայում, որոնք որ կապնվեցին մեզ հետ, իմանալով որ համայնքը կա եւ ասացին, որ իրանք շատ են ցանկանում մի մեծ սեմինար կազմակերպել Նորվեգիայում։ Դա դեռ անցյալ տարի էր, որ մեզ հետ խոսացին եւ այս տարի այդ սեմինարը կազմակերպելու է, որը որ կազմակերպում է Անֆարդն, ինքը մի կին է, որը որ պսիխոլոգ է Նորվեգիայում եւ սեմինարը կազմակերպում է հասկանալու իրան կոչել են սեմինարը հայոց ցեղասպանության շղթումը ընկալելը, որը որ ավելի շատ հոգեբանական տրավմաների մասին է խոսում հայերի համար, թե հայերի վրա ինչ հոգեբանական տրավմաներ է բերել հայոց ցեղասպանությունը։ Եվ ունենք մենք որպես համայնք իրենց աջակցում ենք այդ սեմինարը կազմակերպելու եւ ունենք շատ հյուրեր, նաեւ Հայաստանից են գալու ցեղասպանության թանգարանից պետք է գան հյուրեր, ունենք Թաներ Ակչամը, որ Ամերիկայից է գալու, մասնակցելու է սեմինարին, արդեն հաստատել է իր ներկայությունը եւ արդեն պատրաստում ենք այդ մեծ սեմինարին, արդեն աշխատանքները մեծամասամբ կատարված են։ Եվ այդպես այս տարի պատարակներով եւ այդ մեծ սեմինարով արդեն կավարտենք տարվա մնացած մասը։
Հայկական դպրոց ունեք դուք Նորվեգիայում։ Չունենք, բայց ունենք այսպես ասած on-line դպրոց հայկական եւ դա չգիտեմ ասեմ շնորհակալ լինելով COVID-ին թե ինչ, բայց այդ on-line հարթակը որ ստեղծվեց եւ մենք ունեցանք հնարավորություն կապնվել դասատու հարթակի հետ, որը որ Սամվել Հովհաննիսյանը Ամերիկայից է, Ամերիկայում նա ապրում է եւ ստեղծել է այդ հարթակը, որ ինչպես կարող ենք մեր երեխաները այստեղ հայերեն սովորեն եւ այդ տարբերակը եղավ, հիմա ունենք 60-ից ավելի երեխա, Ամենօրյա չէ, ամենօրյա չի, շաբաթը մեկ անգամ կամ երկու անգամ նայած ունենք, որ երեխաները խմբերով մասնակցում են եւ Հայաստանից մեր հիանալի ուսուցչուհիները իրանց հետ on-line պարապում են երեխաների եւ անգամ երեխաները, որոնք որ խառամուսնությունների երեխաներ են, ասենք, որ հայերեն չեն խոսում կամ ռուս են կիսով կամ նորվեգացի են կամ բան, ու այդ երեխաները որ ընդհանրապես հայերեն չեն խոսում, հիմա որ անգամ այս ճամբարին որ ասացի, եկե մասնակցել էին ու այնպես էին հայերեն խոսում, որ հիանալի էր։ Մի մեծ աշխատանք են արել, արդեն 2.5 տարի է այդ ծրագիրը մեր մոտ իրականացնում ենք։